Արտադրության համակարգը ռոբոտները խթանում են արտադրության արդյունավետությունը։ Ներկայացնում ենք նախագծային աշխատանք թերբերուկը առարկայից, որի թեման է արհեստական բանականություն։ Նախագծի մասնակիցներն են Երես Սյունիսյանը, Սպարիգյան Հակոբը, Խաչատյան Անի, Բարսյան Դավիթը, Խորոսյան Մարատը, Օհանյան Գորը և Բադրյան Դավիթը։ Նախագծի նպատակը ձևավորել և ամրապնդել սովորողների մոտ ամբողջական և տեղեկատվական գիտելիքներ արհեստական բանականության առավելությունների և թերությունների վերաբերյալ։ Վերաբերյալ դրան առավելությունը հասարակության գիտության և քաղաքական գործընթացի դրած հետևանքների միացումը։ Զարգացնել վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն։ Նախագծի դաշնակցությունը ներկայացրել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական միջոցառում։ Գիտակցել դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության հիմնադրամը։ Հստակ սահմանի թե ինչ արհեստական բանականություններ են դրա տարբերակցությունները։ Բացահայտի իրական և բացասական կողմերը հասարակության վրա կատարի առաջարկություններ, թե ինչպես զարգացնել և օգտագործել արհեստական բանականությունը պատասխանատու կերպով։ Հետազոտության հիմնախնդիրը արհեստական բանականության դրական և բացասական հետևանքները մարդու կյանքում։ Հիմնական հարցերը, որ են հիմնախնդրի կարևորությունը և արդիականությունը։ Ինչ ազդեցություն կունենա արհեստական բանականությունը հասարակության վրա։ Ինչ պատճառներ և հետևանքներ ունի արհեստական բանականությունը մարդու կյանքում։ Ինչ առաջարկներ կարելի է անել արհեստական բանականությունը պատասխանատու ճիշտ օգտագործման համար։ Այժմ ներկայացնում ենք արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը տեխնոլոգիա է, ավելի ճիշտ ժամանակի ինստիտուցիան լուծում, որ ուսումնասիրում է համակարգիչի և վերլուծական համակարգի սովորեցնելու խելամտորեն մտածել, համապես ինչպես մոտել։ Արհեստական ինտելեկտը համակարգ է, որը կարող է ընդունակել մարդու վարքագիծը և կատարել առանձնատրանքներ։ Արհեստական բանականությունը նախատեսված չէ մարդկանց փոխանցելու համար, այն նախատեսված է ընդհանուր մարդկային ու կարողությունները։ Բարև ձեզ յուրաշրջիկներ, այսօր անցնելու ենք մունքանի և յուրքանի սարքերը համակարգչի, մունքանի և յուրքանի սարքերը։ Անցած տարի մենք արդեն անցել ենք համակարգչի հիմնական սարքերը, որոնք են մկնիկը, ստեղնաշարը, մոնիտորը և համակարգային բլոկը, այս տարի անցնում ենք օժանդակ սարքեր, այսինքն այն սարքերը, որոնք լցված են լինելու համակարգչի և աշխատելի է համակարգչի էլեկտրոնային տարբերակներում, տեղավորվի է Արեք վերհիշենք միհան ինչ սարքեր գիտեք, համակարգչի ինչ սարքեր գիտեք, ով կարող է ասել, ասա ապրես, նստի, թող շարունակել, ասատեսնը նստի, ասա, մոնիտոր, ապրես, նստի, ասա, ապրես, ասա, ապրես, դիրքով, ասա, դրանջանում, համակարգային բլոկ, ապրես, շարք, ասա, եռաչափ տպիչ, ապրես, ասա, նարիճը, տպիչ, սովորական տպիչներ, ապրեք, ասա, ապրես, ասա, միրենաջա, լավ, եռաչափ տպիչը որն է, ով ցույց կտա եռաչափ տպիչը, արդես նմաշություն, իսկ ով ցույց կտա ինձ տեսացրիչը, ասա, ապրես, որը կոչվում է, կամ տեսացրիչ, իսկ որն է տեսացրիչը, ինչպես ենք անվանում տեսացրիչի, որ սարքներ, ինչպես ենք ասում,
կարգի սար և գտի իր անունը, ինձ ցույց տուր։ Վերցրել ես տպիչը, և անվանումը։ Ապրես, Արիվանի ջան, ոչ, ներքացի։ Ապրես, լվոր իչ է։ Կրեցի, լվոր մեկ է։ Կրեցի երկուսը։ Երկու մեկ։ Էլի երկուսը կրի ու ավաչնես։ Ոչ դե լույս տակա։ Պարզ է, իմա, քանի որ ես չեմ ուզում։ Կվի ուզում եմ ձեր մեջ կցեմ, էլի։ Դապի պիչը։ Գավետ ով ակալ։ Մեկը դու մեկը ով ակալ։ Հենց անջատի ով առաջին է սպի։ Հենց անջատի առաջին ով սպի։ Մեկ զրո, գնարկի կաջացը։ Մեկ։ Բարում բառն անգամ գեղեցիկ է։ Գեղեցիկ ու բարի է նաև այն ամենը, ինչի կարելի է գարուն անվանել։ Երկար սպասված գարուններ եկել, իր ողջ հմայքով, ծաղկած ծառերով ու մեղուների բզբզով։ Հոգի սարտնացավ հալակի բույլից, ինձ է դուս կանչում ձեր շուրը նրա, ձյուն ներարևի ուրախ համջուրից ու լավ սեդաշներից վրա, եզնեմ, ծաղկում ներն ծաղիկների, ձյունից ինձ նայող աչեր համջուրեմ, բարձրանամ պապույտ գա հրյարների, գարնան թակավոր ինձ թակատեմ, և հրողար տակ աղցակեմ իքրից, որ աղբյուրները հավերժ տարկաչեն, որ գարունները գան ու չգնան, որ հավերժանան զմրուկ դրախտով, որ բետվի իմ դեմ խորուրդում անվան, որ մարդը ծնծա հավերժի բախտով, և ես երջանիկ կլինեմ այն ժամ, և գուցե այն ժամ ես մահը սիրեմ, և անմար լինեմ, և հավերժանամ, և գարունները ողջ թագավորեմ։ Գարնան տակ շնչի ձյուն նորորի քաշում է լեռների կատարները, քարծվում քարակների փեշերի տակ, գարնանահույրով է շնչում հողն ու ջուրը, և արևը մարդկանց սրտերից համբյուր առնելով նորից լցվում են մարդկանց սրտերը, դառնալով անչափ թողչան, ծինք ու բերկրան, աշխարհում ամեն տեղ գարունները գեղեցիկ են։ Երկրորդ, վերլուքի ասելիքը, յութի կառուցվածքը պետք է լինի տրամաբարական և ընկալելի։ Երրորդ, ճշտից եմ խոսնը մեր վերված։ Չորրորդ, կասկածի և վերնագիրը սենսացիոն է, սպատկերը զգացվում։ Հինգերորդ, տարբերի սոցցանցերում արված գարունները։ Վեցերորդ, իշի, որ մեծ են իշտակարորված է։ Յոթերորդ, սուխացի կապեսնով սարքատեսնով լրահոսներից։ Ութերորդ, մստիկ բարություն նայել հերում տես տարբեր խոսներից։ Իններորդ, ուշադրություն դարձնում պատասխանատվորման։ 10-րդ, կարծիր ամեն վրա արձագանք։ Այսպիսով մեդիագրագետ քաղաքացի լինելու համար պետք է օգտվել Վիկիպեդիան 10 կանոններից առաջին քայլը։ Ստուգիր։ Երկրորդ կանոնը։ Վերլուծիր ասել։ Վերլուծիր ասելիքը։ Երրորդը։ Ճշտիր, խոստում ներված։ Չորրորդը։ Կասկածի և համոզելու համար մի քանի էջեր
Տարբերիր։ 6-րդը։ Հիշիր, որ մեդիան ինքնապատկանում է։ Ահա, հիշիր։ Հաջորդը։ Շացիր, 7-րդ։ Զգուշացիր։ 8-րդ։ Տես ամբողջ պատկերը։ Այս ամբողջ պատկերը։ Եվ վերջի 10-րդը դարձիր, մամա և հիմնակ։ Շատ ապրեք, ուրեմն որպեսզի դառնանք մեդիա գնալու քաղաքացի, պետք է օգտվենք հետևյալ 10 ոսկե կամ նույնից։ Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ստեղծել, մշակել և տարածել տեղեկություններ ավելի արագ ու արդյունավետ, սակայն դա նաև նշանակում է, որ մարդիկ պետք է լինեն առավել խելացի ու քննադատաբար մոտենան ստեղծված ինֆորմացիային։ Մեդիագրագիտությունը մեզ օգնում է հասկանալ, թե ինչպես է աշխատում տեղեկատվական համակարգը, ինչ ձևով կարող ենք տարբերակել իրական տեղեկությունը դրված արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված մանիպուլյացիաներից։ Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում կարևոր ճյուղ է կազմում, քանի որ ակարատես են լինում նոր տեխնոլոգիաների արագ զարգացմանը և դրանց ազդեցության վրա մեր տեղեկատվության հաղորդակցման և սոցիալական փոխհարաբերությունների վրա։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները, ինչպես նաև ինքնուրույն ստեղծվող ալգորիթմները կարող են օգտագործվել բովանդակություն ստեղծելու համար, անջնելով ինտելեկտի և հմտություններ, որպեսզի մարդը ճիշտ օգտագործի այդ տեխնոլոգիաները։ Մեդիագրագիտությունը ներառում է նաև զգոնություն և պատասխանատվություն ինֆորմացիա բովանդակություն ստեղծելու և տարածելու գործընթացում։ Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է դեզինֆորմացիայի և կողմնակալ բովանդակությանը։ Արհեստական բանականությունների զարգացումից սոցիալական սայթերի տարածողությունները կարող են արագորեն տարածվել։ Ներշարժվում կարող են հայտնաբերել ներկայացում և խաբերությունը։ Մեդիագրագիտությունը շատ կարևոր է օգտատերերին օգնելու համար ճանաչել այդ երևույթները և ճիշտ բացականչել դրանց։ Հակադրալներում մեդիագրագիտության ներառումը պետք է ուժեղանա, որպեսզի երիտասարդ սերունդները կարողանան ճիշտ կողմնորոշվել այս նոր իրականության մեջ։ Արդյունավետ ուսուցումը պետք է ընդգրկի այնպիսի թեմաներ, ինչպիսիք հետևակությունների վերլուծությունը, քննադատական մտածողությունը և անվտանգ տեխնոլոգիաների օգտագործությունը։ Եթե ընդգծում են մեդիագրագիտության կարևորությունը արհեստական բանականության դարաշրջանում,